Առաջին եթերում հարցազրույցն է, բարև ձեզ։ Լույս է տեսել Թուրքիայի Հանրապետության պատմության դասագիրքը, որը հրատարակվել է Երևանի Պետական Համալսարանի և Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի կողմից։ Ինչով է այս ձեռնարկությունը ուշադրություն գրավում։ Հարկ է նկատել, որ մինչ օրս նման դասագիրք չի եղել և մեր բուհերում ուսանել են ամենաշատը խորհրդային տարիների դասագրքերով։ Պատկերացնում եք, չէ՞, տարբերությունը ինչքան մեծ է այսօր։ Եվ իմ զրուցակից Երևանի Պետական Համալսարանի թուրքագիտության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը, բարև ձեզ, պարոն Սաֆարյան։ Բարև ձեզ։ Ինչու այսքան ուշացումով։ Արդարացված հարց է, մեծարգո պարոն Մնացականյան, հիրավի նախկին խորհրդային միությունում, ինչպես նաև մեր արդեն նորանկախ պետականության առաջին տարիներին, ինչպես դուք շատ դիպուկ նկատեցիք, մեր թուրքագիտության ոլորտում, ինչպես նաև հարակից գիտաճյուղերում օգտագործվել են նախկինում խորհրդային միությունում ստեղծված դասագրքեր, որոնցից մեկը անգամ թարգմանված է եղել ժամանակին հայերեն եւ որպես ուսումնամեթոդական ձեռնարկ տասնամյակներ շարունակ օգտագործվել է Երևանի Պետական Համալսարանում եւ այլ բուհերում, անշուշտ, բայց ինչպես դուք շատ ճիշտ նկատեցիք, խորհրդային միությունում ստեղծված դասագրքերը կրում էին նախ Լենին-Աթաթուրք դաշինքի, իսկ ավելի ուշ շրջանում խորհրդա-թուրքական հարաբերությունների, տեղատվությունների եւ մակընթացությունների հրամայականներով պայմանավորված տեղեկատվություն։ Պարոն Սաֆարյան, ես դա նշեցի, որպեսզի արագ պատկերացնենք այս դասագրքի կարևորությունը։ Անկեղծորեն կարող եք ասել, բոլոր շեշտադրումները պարունակում են այս դասագիրքը մեր այսօրվա իրականությանը համահունչ։ Ընդհանրապես որևէ գնահատական տալու համար թերևս պետք է համեմատել այն, ինչ ունեինք, եւ այն, ինչ ունենք այսօր։ Հիրավի խորհրդային տարիներին այդ դասագրքերում մենք ուղղակի որոնում էինք մեր ուսանողական տարիներին երկու խոսք ասենք հայոց ցեղասպանության մասին, հայկական խնդիրների մասին, եւ երբ գտնում էինք անկեղծ ուրախությամբ էինք համակվում։ Ես հիշում եմ իմ ուսանողական տարիները եւ հիշում եմ, որ մեր ուսուցիչները լուսահոգի Ջոն Կիրակոսյանը պրոֆեսոր Մերի Քոչարը ինչպես էին ակնդետ հետևում Մոսկվայում տպված յուրաքանչյուր տողի եւ փորձում ատամներով ուղղակի պահպանել ազգային շահը։ Այս առումով ես կարող եմ պարզապես աչքալուսանք տալ մեր սիրելի ուսանողությանը, մեր հանրությանը, մեր գիտական հասարակայնությանը, որովհետև սեղանին դրված այս դասագիրքը իսկապես հայոց պետականության մի նվաճումը կարելի է համարել եւ այն մեր ազգային պետական խնդիրների տեսանկյունից հարցերը լուսաբանելու, միաժամանակ խիստ գիտական ակադեմիականությունը եւ օբյեկտիվությունը պահպանելու մի վառ օրինակ է, առանց դույզնից չափազանցության։ Այսինքն, մինչ այսօր մեր ուսանողությունը, նրանք ովքեր պետք է ուսումնասիրեին թուրքական հասարակությունը, ադրբեջանականը, մենք չմոռանանք նաև մեր հարևան երկրին, տեղ չեն ունեցել փնտրելու իրականությունը, տեղ չեն ունեցել փնտրելու այն օբյեկտիվ փաստերը, որոնք կան այդ երկրների։ Չէ, անշուշտ ակադեմիական բնույթի հրատարակություններ եղել են։ Խոսքը վերաբերում է դասագրքերի եւ դասագրքաստեղծ գործունեության մասին։ Ես դա ինչու եմ ասում, որպեսզի ֆիքսենք, ո՞րն է լինելու այս դասագրքի օգտագործման շրջանակը։ Առաջին հերթին իհարկե դասագիրքը նպատակաուղղված է մեր ուսանողությանը։ Այն որպես դասագիրք, պաշտոնական դասագիրք, դե յուրե, պաշտոնապես երաշխավորված է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության կողմից, բայց անշուշտ այն որպես ուսումնական ձեռնարկ կարող է ավելի նաև լայն կիրառության ոլորտ ունենալ, ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ արդեն 3, երբ մենք կազմակերպել էինք այս դասագրքի շնորհանդեսը Երևանի Պետական Համալսարանում, եղան արձագանքներ, եղան առաջարկություններ, հայտարարվեց այն մասին, որ արդեն իսկ նախատեսված է դասագիրքը թարգմանել ռուսերեն, անգամ կան հովանավորներ, որոնք պատրաստ են այս գործին ձեռնամուխ լինել, եւ անգամ առաջարկ հնչեց դասագիրքը հրատարակել թուրքերեն, հնարավորություն տալով նաեւ թուրք կամ թուրքալեզու ընթերցողին, այդ ծանոթանալ կարևոր թիրախներից մեկը դա պետք է լինի։ Թուրք ուսանողը հաստատ չգիտի իրականությունը այսօր, հաշվի առնելով այդ երկրի քարոզչամեքենայի
տարիներ շարունակ թողած հետևանքները իր հասարակության վրա, հատկապես երիտասարդ սերնդի։ Հիմա այս դասագիրքը այդ նշանակությանը ծառայում է թե ոչ, եւ ինչ պետք է։ Նաեւ այդ նշանակությանը առաջին հերթին իհարկե ես իբրև բուհական մանկավարժ կարևորում եմ դասագիրքը այն օգուտի տեսանկյունից, որ նա բերելու է մեր ուսանողությանը, Երևանի Պետական Համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի ուսանողությանը, ինչպես նաև Այսինքն ենթադրում եք, որ Թուրքիայի մասին իմացությունը մեր մոտ է կաղում մեր ուսանողության։ Այն դասագրքերը, դրա համար եմ ասում, պիտի համեմատենք այն նախկինում ունեցած մեր դասագրքերի եւ ուսումնամեթոդական ձեռնարկների հետ։ Մենք այն ժամանակ ուրախացանք 80-ական թվականներին, երբ Մոսկվայում լույս տեսած մի դասագրքում կամ ձեռնարկում, որը ինչպես նշեցի արդեն իսկ թարգմանվել էր նաև հայերեն եւ օգտագործվում էր տասնամյակներ շարունակ, պարզապես խոսվում էր հայոց ցեղասպանության մասին։ Այն ժամանակ 80-ական թվականներին դա էլ դիտվում էր իբրև նվաճում։ Բայց օրինակ այդ դասագիրքը իդեպ որի խորին հարգանք տածելով հեղինակների նկատմամբ, ես չեմ ուզում որևէ կերպ հարցը անձնավորել, բայց ուրեմն Արիշկովայի, խորհրդային առաջատար օսմանագետ թուրքագետ Արիշկովայի, Պետրոսյանի եւ Հասրացյանի հեղինակած դասագրքում, ինչպես տեսնում եք, 3 հեղինակից 2-ը ազգությամբ հայ են։ Օրինակ ես բազմիցս նայել եմ, թե կա արդյոք որևէ խոսք Վարլիկ Վերգիսիի մասին, այսինքն ունեցվածքի հարկի մասին, այն մասին, որ ըստ էության քեմալական Թուրքիայում, հանրապետական շրջանի Թուրքիայում նույնպես շարունակվել է հակահայկական, հակաքրիստոնեական, ըստ էության նույնիսկ ցեղասպանական բնույթի քաղաքականությունը, եւ գիտեք այդ բանը չկար։ Ես երբ մի ուսումնամեթոդական փոքրիկ ձեռնարկ էի գրում, առնվազն 10 անգամ նայել եմ, ասել եմ չի կարող չլինի։ Բայց իսկապես չկար։ Իսկ ինչ վերաբերում է արդյոք դուք նաև վերադառնալով ձեր հին հարցին, մենք ունեցել ենք արդյոք այնպիսի դասագրքեր, բնականաբար ես չեմ կարող նաև չնշել, որ սա դասագրքի Թուրքիայի Հանրապետության պատմության դասագրքն է։ Այո, բայց միառժամանակ մինչև մեր օրերը։ Բայց մինչև այս դասագրքի լույս ընծայումը արդեն իսկ լույս է տեսել պրոֆեսոր Վահան Առաքելի Բայբուրցյանի հեղինակած Օսմանյան կայսրության պատմության դասագիրքը, որը նույնպես գալի նվաճում է։ Դժվար թե արդեն Թուրքիայի պատմագիտական շրջանակների արձագանքը լինի, թե կա արդեն։ Չէ, դեռ այս դասագրքի մասին բնականաբար չկա, բայց պիտի ասեմ, որ դասագիրքը ինքնին հանդիսանում է իր հեղինակների երկարամյա պրպտումների եւ քրտնաջան աշխատանքների կվինտեսենցիան, դրա աղբյուրը, դրա բյուրեղացումը, դրա արգասիքը։ Եթե թույլ կտաք, պարոն Նացականյան, ես ուզում եմ հեղինակների անունները կարդալ պարզապես, որովհետեւ խոսել գրքի ծննդի մասին եւ չխոսել ծնողների մասին թերևս ճիշտ չէր լինի։ Դասագիրքը քի ստեղծման վրա աշխատել է հեղինակային չափազանց լուրջ եւ հեղինակավոր մի կոլեկտիվ, որտեղ ներկայացված են ինչպես Երևանի Պետական Համալսարանի թուրքագիտության ամբիոնի պրոֆեսորներն ու դասախոսները, այնպես էլ Գիտությունների ազգային ակադեմիայի առաջատար գիտաշխատողները։ Գիտական խումբը կամ հեղինակային խումբը ղեկավարել է մեր ճանաչված թուրքագետ, Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Ռուբեն Սաֆրասյանը։ Գիտական խմբի մեջ են Ռուբեն Մելքոնյանը, Արտուր Դումանյանը, երկուսն էլ մեր ամբիոնի դոցենտներ, Ռուբեն Մելքոնյանը նաև մեր ֆակուլտետի փոխդեկանն է, Վահրամ Տեր-Մաթևոսյանը, Հակոբ Չաքրյանը, Անուշ Հովանիսյանը։ Սրանցից յուրաքանչյուրը իր նեղ ասպարեզում առաջատար մասնագետ է։ Եվ բնականաբար նրանց աշխատությունը Այսինքն ամեն մեկը մի բաժնի պատասխանատու կլինի դասագրքային։ Յուրաքանչյուրը գրել է որոշակի գլուխ, հետո բնականաբար միասին աշխատել։ Շատ բարի։ Հիմա այստեղից այն մտավախությունը, որի շուրջ ես ուզում եմ մենք անպայման զրուցենք։ Հիմա երբ թուրք մասնագետը վերցնի նայի, իհարկե, մեր մասնագետները փայլուն անձնավորություններ, որոնց հետ մենք աշխատել ենք եւ նրանց հետ շփումը թույլ տալիս է դա ասեն։ Թուրք մասնագետները կասեն, դե հայ մասնագետները նստել դասագիրք են ստեղծել, պարզ է ինչ բովանդակություն պետք է ունենալ։ Հիմա դրա դեմը ինչ է ենթադրում պետք է։ Ну գաղափարախոսական պայքարը վերջ չունի։ Պիտի հստակ հասկանանք, որ նամանավանդ մեր թուրքագետները գիտեն, որ դասագրքի օբյեկտիվությունը ուժեղացնելու նկատառումներով եմ ասում։ Հավատացեք, որ դասագիրքը հիրավի գրված է օբյեկտիվորեն։ Այստեղ դուք երբեք, ասենք, անվայելուչ արտահայտություններ, գրեհիկ արտահայտություններ, ոչ միայն հայերի մասին, հայկական։ Բնականաբար, դասագիրքը գրված է լուրջ ակադեմիականության դիրքերից,
բայց պիտի հասկանանք, որ ինքնին պատմագիտությունը դա պետականամետ գիտություն է, արևելագիտությունը դա պետականամետ գիտություն է, և գիտեք, վախենալ և ասել, ուրեմն չպետք է վերանայել այդ դասագրքերը կամ պահպանել հին եղած դասագրքերը, որովհետև թուրքերը SSS հարցերը չեն ճանաչելու, այսպես թե այնպես որոշակի հարցեր կա, որ մենք հասկանում ենք, անցյալ անգամ էլ առիթ եմ ունեցել ձեր մեծարգո այս տաղավարում հանդես գալու և խոսելու այդ հիմնահարցերի մասին։ Բնականաբար կան հարցեր, որ այսօր դեռևս Թուրքիայի հասարակական, քաղաքական, պատմագիտական, ակադեմիական միտքը պատրաստ չէ ընդունելու։ Եվ այնքան այն մարդիկ, որոնք այսօր պատրաստ են ճանաչել ցեղասպանությունը, նրանք շատ փոքր տոկոս են կազմում։ Այդ դեպքում կարևոր է, թե դասագիրքը կազմողները ինչ հղումների վրա են կանգ առել, պատմական ինչ փաստերի վրա են կանգ առել։ Բնականաբար նրանք օգտագործել են ահռելի գրականություն, թե թուրքալեզու, թե արևմտյան եվրոպական լեզուներով, թե ռուսերենով, թե հայերենով։ Այստեղ նաև օսմաներենի իմացության կարիքը կլինի։ Օսմաներենի իմացության խնդիր ես այստեղ այս տաղավարում ասել եմ, մենք խնդիր չունենք ընդհանրապես, որովհետև փառք Աստծո, ուրեմն մենք օսմաներենի գիտակներ ունենք եւ առնվազն այս ներկայացված հեղինակներից պրոֆեսոր Ռուբեն Սաֆրասյանը եւ Անուշ Հովանիսյանը լուրջ ակադեմիական նաեւ օսմանագիտական դպրոց են անցել, սա կասկածից վեր է, սրա մասին չի խոսքը, բայց անմիջականորեն դա խնդրի հետ չի կապվում։ Ես ձեզ ասեմ, դասագրքի վերջում գրականության ցանկը որ դրված է, դա ամենևին շատ համառոտ ցանկեր են դրված յուրաքանչյուր գլխից հետո գրականության այսինքն ավելի շատ է այդ ցանկը։ Իրականում այն գիրքը, որը գրքերի այն քանակ, այն բիբլիոգրաֆիան, որ օգտագործել են հեղինակները, ոչ թե ավելի շատ է, այլ հարյուրապատիկ ավելի շատ։ Պարոն Սավարյան, դուք նշեցիք, որ դասագիրքը ներառում է Թուրքիայի Հանրապետության պատմությունը, այսինքն 1918 թվականից մինչև մեր օրերը։ Մեր օրերը ասելով ինչ եք նկատի առնում, մինչև ուր ենք գալիս։ Օրինակ հայ-թուրքական արձանագրություններ կա այս դասագրքում։ Այո, գալիս է մինչև հայ-թուրքական արձանագրությունների ժամանակաշրջանը, ըստ էության մինչև մեր օրերն է գալիս։ Այս առումով իհարկե գիրքը հետագայում լրացման խնդիր ունենալու է, որովհետև պատմությունը ինքը շարունակական պրոցես է եւ բնականաբար արդեն երեք խոսում էինք դասագրքի հետագա նաեւ հրատարակությունների մասին, օգտվելով առիթից նաեւ ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել գրքի հրատարակման հովանավորներին եւ հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել Գուգարաց թեմին եւ նրա առաջնորդին մեծարգո arczepiskopos Չուլջյանին, դա ոչ միայն ուրեմն ամեն կերպ աջակցել է գրքի ստեղծմանը, այլ արդեն 3 մեզ հետ ուրեմն այսպես սրտացավ քննարկում էր այս դասագրքի թե թարգմանությունների, թե լրամշակման, թե ուրեմն հետագա Այսինքն թարգմանության հարցը դրված է, դա պետք է արագ արվի։ Այո, անշուշտ Թուրքերեն, ռուսերեն, անգլերեն, ես ենթադրում եմ առաջին։ Հնարավորին սա այն խնդիրն է, որ որքան ավելի շատ լեզուներով է մենք այդ տեղեկատվությունը, որ ցանկանում ենք ներկայացնել աշխարհին ներկայացվի, այնքան ավելի, բայց դրան զուգահեռ դասագրքի հեղինակները յուրաքանչյուրը իր ուղղությամբ շարունակում է իր հրատարակությունները, որոնք իդեպ լույս են տեսնում ոչ միայն հայերեն, այլև օտար լեզուներով, մասնավորապես Ռուբեն Սաֆրասյանի աշխատությունները հրատարակված են աշխարհի տարբեր լեզուներով։ Ռուբեն Մելքոնյանի մենագրությունը վերջերս լույս տեսավ նաև ֆրանսերեն Փարիզում եւ այլն։ Դա վերաբերում է նաև մենք մոտենում ենք էլի գլխավոր խնդրին, մեր խնդիրն է թուրքագիտությունը, ինչու՞ չէ ադրբեջանագիտությունը, մենք այս մասին շատ քիչ ենք խոսում եւ կարծես թե սխալ ենք անում, իջեցնել դպրոցներ, իջեցնել մարդկանց այն շերտին, ովքեր չգիտեն, օրինակ ով գիտի Ադրբեջանը երբ եւ ինչպես է առաջացել, շատ քիչ մարդիկ գիտեն։ Մասնագիտական շրջանակների եթե դնենք մի կողմ, հանրակրթության համար ես պատասխանատվություն կրել չեմ կարող, ինչ վերաբերում է բուհական շրջանակին, կարող եմ ուրախությամբ կրկին արձանագրել, որ մեր ամբիոնի երիտասարդ դասախոս Լիլիթ Մովսիսյանի կողմից ստեղծվել է ադրբեջաներենի դասագիրք, որը հայ իրականության մեջ հայրենով ադրբեջաներենի առաջին դասագիրքն է եւ ադրբեջանագիտության ոլորտում
Ադրբեջանի պատմության, լեզվի, գրականության ոլորտում էական հաջողություններ է արձանագրում նաև Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, մասնավորապես այդ ֆակուլտետի հարակից երկրների պատմության ամբիոնը, որը նույնիսկ հատուկ մագիստրոսական ծրագրեր է ստեղծում եւ այս առումով մեր համալսարանական գործընկերները այս ուղղությամբ լրջորեն աշխատում են։ Այսպիսով, եթե փորձենք համեմատության եզրեր գտնել, այսինքն այն տեմպերով, ինչ տեմպերով հայագիտությունը զարգանում է Հայաստանից դուրս, այդ թվում եւ Թուրքիայում, նույն տեմպերով թուրքագիտությունը զարգանում է Հայաստանի ներսում։ Հաշվի առնելով հենց այդ համեմատությունների մարտավարական ու ռազմավարական նշանակությունը։ Պարոն Նացակայան, շուրջ 2 տասնամյակ ղեկավարելով Երևանի պետական համալսարանի թուրքագիտության ամբիոնը, թերևս ես չէ որ պիտի գնահատական տամ մեր թուրքագիտության։ Միայն Երևանի պետական համալսարանը վերցնել առանցքում դա էլ ճիշտ չի։ Գաղտնիք չի որ թուրքագիտության ոլորտում Ստացվի համալսարանի գովեստ միայն մեր մոտ։ Անշուշտ, շնորհակալությամբ եմ ուզում նշել, որ երեք ՀՀ գիտության եւ կրթության նախարարը շատ ջերմ խոսքեր ասեց մեր թուրքագիտության հատկապես վերջին տարիների վերընթացի մասին, ինչի համար մեր բոլոր գործընկերների, գրչակիցների, գրչեղբայրների անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել։ Միառժամանակ պետք է ասեմ, որ իրականում իհարկե մեր թուրքագիտությունը անհամեմատ եւ թուրքագիտությունը եւ օսմանագիտությունը անհամեմատ ավելի լուրջ ավանդույթներ ունի, քան թուրքական հայագիտությունը։ Թուրքիայում հայագիտական առաջին ամբիոնները սկսեցին ստեղծվել անցյալ դարի 90-ական թվականներին։ Մեր համալսարանում թուրքերեն լեզուն դասավանդվում է 1943 թվականից սկսած, ինչի անմիջական նախաձեռնողը եւ կազմակերպիչը եղել է մեծանուն հայագետ եւ արևելագետ Հրաչյա Աճարյանը։ Երևանի պետական համալսարանում օսմանագիտությունը նույնպես լուրջ ավանդույթներ ունի։ Սա վերաբերում է նաև գիտությունների ազգային ակադեմիային։ Մենք գիտեք նախորդ այստեղ այս տաղավարում իմ ելույթից հետո դեղին մամուլում ինտերնետում անստորագիր այսպիսի հերյուրանքներ, բամբասանքներ տպագրվեցին, որը իդեպ խոսում է ձեր հաղորդաշարի բարձր ռեյտինգի մասին եւ ի վերջո նպաստում է այդ հաղորդաշարի ռեյտինգին։ Ես ուզում եմ այդ զայզրախոսներին ասել, որ կարող են այս հաղորդման մասին էլ գրել, այն ժամանակ ինձ մեղադրում էին, որ ես ուզում եք էլի գրեն, դրա համար եք ասում, որ գրեն։ Չէ, ես ուզում եմ հիմա անուններ տալ, այդտեղ գրում էին, որ ես իբր անուններ չեմ տվել, ես անուններ չեմ տվել ելնելով այն հանգամանքից, որ չեմ ցանկացել խախտել հաղորդման ժանրը։ Բայց հիմա ուզում եմ այդ անունները տալ, պատասխանելով զազրախոսներին, ուրեմն Հայաստանում դասական օսմանագիտության հիմնադիրը եղել է Արամ Սաֆրաստյանը։ Մենք ունեցել ենք պրոֆեսոր Հակոբ Փափազյան, որով կարող էր հպարտանալ ցանկացած ազգ, ցանկացած պետականություն։ Խոսքը միայն հիմնադիրների մասին չի, երբ խոսում են օրինակ վրացի մեր գործընկերների հետ, մեր վրացի գործընկերների, վրացի առաջատար թուրքագետների հետ, նրանք Փափազյանին հիշում են այսպես, ասում են նա ռուսերեն ենք բնականաբար խոսում մեր վրացի գործընկերների հետ, թարգմանաբար այսպես կհնչի, նա արևելագիտության Մոցարտն էր։ Խոսքը վերաբերում է Փափազյանի մասին կամ Արամ Սաֆրաստյանի մասին։ Ինչ վերաբերում է այսօրվա օրվանը, ուրեմն անցյալ ուրբաթ օրը Գիտությունների ազգային ակադեմիայում մեր Անի Սարգսյանը, մեր ամբիոնի բազմամյա դասախոս եւ Մատենադարանի առաջատար գիտաշխատող, պաշտպանեց փայլուն կերպով միաձայն տեխնացուական իր ատենախոսությունը, որը նվիրված էր օսմանական ամենահայտնի բանաստեղծ Բաքիի դիվանին։ 16-րդ դարի։ Թույլ տվեք ասեմ սա, պարոն Նացակայան, շատ կարևոր բան է։ Այսինքն ճիշտ ճանապարհով ենք ընթանում։ Ոչ թե միայն ճիշտ, այլ ասեմ, այսօր օրինակ առաջատար ռուս օսմանագետները գրում են, որ Հայաստանում ստեղծվել է օսմանագետների եւ թուրքագետների ուրույն դպրոց, Սամաբытная школа османистики, հա։ Այն մարդիկ, որոնք Հայաստանում խոսում են օսմանագիտության կամ թուրքագիտության չգոյության մասին կամ ճգնաժամի մասին։ Ի վերջո, ում ջրաղացին են նրանք ցանկանում ջուր լցնել։ Թող այդ մարդիկ մտածեն, հա, նրանք գիտեք ինչ, կարող է չսիրել, ասենք, կոնկրետ մարդկանց։ Կարևոր չի ում ջրաղացին են ջուր լցնում, մեզ այդ մասնագետները պետք են, մենք դա ենք փաստում։ Մեզ օդ ու ջրի պես պետք են լավ
եւ բարձրակարգ Ոչ մասնագետներ։ մենք պետք են, այլ մենք այդ մասնագետները ունեցել ենք, ունենք եւ անպայման ունենալու ենք։ Պարոն Նացական, օգտվելով առիթից ես նաեւ մի այսպիսի օրինակ եմ ուզում բերել մեր Անի Սարգսյանի հետ կապված, ում անունը նշեցի, նախ ուզում եմ սրտան շնորհակալություն հայտնել Գրականության ինստիտուտին, մեր Գիտությունների ազգային ակադեմիայի եւ այնտեղ գործող այդ մասնագիտացված խորհրդին, երկու մեր ուրեմն ասպիրանտները, հայցորդները, մեր ամբիոնի դասախոսները Սիրանուշ Գալշոյանը եւ Անի Սարգսյանը ուրեմն անցյալ շաբաթ այնտեղ հաջողությամբ պաշտպանեցին իրենց տեխնացուական ատենախությունները, որոնցից մեկը Օսմանյան գրականության մասին էր, մեկը ժամանակակից թուրք գրականության մասին էր։ Ես ուզում եմ եւ պարոն Սարինյանին եւ պարոն Իսահակյանին շնորհակալություն հայտնել, բայց մի օրինակ եմ ուզում բերել, որ պարզ լինի, թե այս զազրախոսները ինչքան չեն հասկանում, թե զազրախոսների թեման փակում ենք վերջ։ Իսկ դրականը կարող ենք ասել։ Դրական ասեցիք արդեն։ Չէ, մի բան կա, որ չեմ կարող չասել։ Տեսեք, մեր մատենադարանում պահվում էր Բաքիի դիվանը։ Բաքիի դիվանի հնագույն ամենարժեքավոր օրինակներից մեկը։ Եվ այդ դիվանը ըստ էության պահոցում դրված էր, նույնիսկ գիտեք Փարիզում մարդիկ գիրք են հրատարակում, ասենք ալբոմ են հրատարակում, եւ օսմաներեն այսպես էջը դնում են, տակը գրում են բաղի պարսկերեն բնագիր։ Այս է խայտարակությունը, որ կարող են օրինակի համար նայել եւ ասել Հայաստանում պարսկերենը օսմաներենից չեն տարբերում, հա։ Եվ ուրեմն մենք որոշակի երբ այդ ձեռագիրը մեջտեղ բերեցինք, ակադեմիայում համապատասխան հոդված հրատարակեցինք, հիմա այդ ձեռագիրը կարող են մեր սիրելի հեռուստադիտողները մատենադարանում գնալ եւ գլխավոր ցուցադրության մեջ ապակու հետևը տեսնել։ Հասկանում եք, եւ վաղը շատ լավ է, որ ձեր խոհանոցում էլ է զուլալություն մտնում, ուրեմն ճիշտ ճանապարհով ենք։ Գիտեք, հաջորդ անգամ երբ արձանագրությունները եթե մի րոպե ընդունենք, հետ կանչվեցին, չէ՞։ Այ արձանագրությունների մասին խոսեցիք, ընդունենք, գիտեք, անկեղծ ասած, ես հիշում եմ մեր հարգարժան նախագահի ելույթը, ես էլ պատիվ եմ ունեցել այդտեղ ներկա լինելու, երբ նա ասեց, որ չի բացառում, որ կարող է արձանագրությունները նաև ուրեմն ետ կանչել։ Եվ հիշում ենք այդ ծափահարությունները դալիճի, որը կարող ենք ինչ-որտեղ նաև կոնսենսուսի դրսևորում դիտել։ Բայց կա նաև հաջորդ քայլը, ընդունենք, որ այդ արձանագրությունները ետ կանչվեցին։ Արդյոք հաջորդ օրը Թուրքիայի հետ, անշուշտ առանց նախապայմանների, բայց հարաբերությունները կարգավորելու նոր գործընթացի անհրաժեշտություն չի ծագելու։ Այս խնդիրը ժամանակը ցույց կտա։ Այս անպայման ծագելու է։ Անպայման, պարոն Նացական, այս խնդիրը մեր հասարակական քաղաքական մտքի լրջագույն խնդիրներից է։ Ես անկեղծ ասած միայն ձեր հաղորդաշարում մի անգամ լսեցի երբ այս հարցը կարևորագույն բարձրացվեց։ Եվ ի վերջո պիտի հասկանանք, որ մեր թուրքագիտության խնդիրը լայն առումով թուրքական աշխարհ կոչվածի հետ դա վերաբերում է եւ Թուրքիային, եւ Ադրբեջանին, եւ մյուս թուրքալեզու երկրների ու ժողովուրդների նկատմամբ մեր ադապտացիոն մեխանիզմները մշակելուն։ Այսօր շնորհակալություն։ Մեր հրավերը ընդունելու համար Երևանի Պետական համալսարանի թուրքագիտության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյան։ Այսքանը հաջողություն։